մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, հարցը վերաբերում է պետական բյուջեի, այս տարվա պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում փոփոխություններ կատարելուն, մասնավորապես խոսքը հիպոթեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի գծով միջոցառման գծով միջոցների ավելացման անհրաժեշտության մասին է։ Նշեմ, թե ինչով է պայմանավորված միջոցների ավելացումը։ Նախ 25 թվականի հունվարի 1-ից գիտենք բոլորս, որ ուժի մեջ են մտել հիպոթեկային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները, եւ այդ սահմանափակումները իլերում են պատմական դինամիկայի, բերել են մի իրավիճակի, որ շահառուների թվականակը ավելացել է կտրուկ, հատկապես 24 թվականի վերջին, երբ որ արդեն պետական բյուջեն ընդունված էր։ Որպեսզի թվեր նշեմ եւ պարզինի, թե ինչի մասին ենք խոսում, 24 թվականին մոտ 50,000 շահառու ենք ունեցել, այս տարի արդեն 62,000, այսինքն 12,000-ով շահառուների թվականակը աճել է եւ շահառուների թվականակի աճով պայմանավորված տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել միջերամսյակային վերաբաշխումներ անել գումարների, մասնավորապես 25 թվականի բյուջեով 84 միլիարդ ենք նախատեսած եղել եւ այդ 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 միլիարդ ծախսել ենք եւ 70 միլիարդը որպեսի թվի կարգը մեզ հուշի, թե ինչի մասին է խոսում, դա ավելի մեծ է, քան անցած ազգում, անցած տարի մենք ունեցել ենք 69 միլիարդ եւ հիմա այս միտումները հաշվի առնելով պատշաճ միջոցներ ունենալու եւ մեր այս ծրագրից օգտվող մեր քաղաքացիներին պատշաճ աջակցելու համար անհրաժեշտություն կա եւս 12.6 միլիարդ դրամով ավելացնել մեր տարեկան ծրագիրը, որը առաջարկում ենք կատարել պետական բյուջեի առանձին ծրագրերի խնայողությունների հաշվին եւ դրա արդյունքում տարվա արդյունքում կհասնենք մոտ 100 միլիարդ դրամի, ավելի կոնկրետ 97 միլիարդ դրամի եւ դա նշանակում է ըստ էության կանխատեսվում է այս պահին մոտ 28 միլիարդ դրամով ավելացում 2024 թվականի համեմատ, որը որպիսի աճ կամ նմանատիպ աճ երբևէ չի գրանցվել այս ծրագրի մեկնարկից ի վեր։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Հիմա եթե մենք այսքան հատկացնում ենք տոկոսների վերադարձին, դա նշանակում է ընդհանուր պորտֆելը, որը այս ծրագրով խթանվում է, ինչքան է կազմում, երևի պարոն Գալստյանն էլ կօգնի, սա արդեն երևի տրիլիոն, հա։ Փոխվարչապետ դժվարանամ այս պահին ասել կոնկրետ այս ծրագրով ինչքան է պորտֆելը հիպոթեկային վարկերի, բայց կներկայացնենք ձեզ գրավոր։ Ինքը շատ հետաքրքիր կլինի այդ տեղեկությունը, այնուամենայնիվ եկեք արձանագրենք, որ այսքան ծավալ կառուցապատման ոլորտում ստվերից դուրս է եկել ակնհայտորեն։ Եվ մի կողմից իհարկե ծախսերը շատ մեծ են, բայց մյուս կողմից ենթադրում եմ, որ հարակից էֆեկտներն էլ են շատ բարձր, որովհետև իրոք սա, եթե 100 միլիարդին մոտ գումար ծախսում ենք տոկոսների սուբսիդավորման վրա, դա նշանակում է, որ բավականին մեծ պորտֆել ունենք արդեն եւ հաճախորդների շահառուների թիվն էլ 62,000 բավականին լուրջ է, բայց այնուամենայնիվ ես ենթադրում եմ, որ այս աճը դանդաղելու է, պարոն Հակոբյան, հա, կարգավորումներից, թե Երևանից դուրս կառուցապատումը այնուամենայնիվ ունենք ընթացք, որը էլի կբերի այս պորտֆելի աճի եւ շահառուների թվի աճի, ինչ կանխատեսումներ ունենք։ Ամեն դեպքում այսպիսին է իրավիճակը, որ ոլորտը էապես խթանված է, երևի թե միակ ոլորտն է, որ այս պահին բավական բարձր աճեր ունի, եթե օրինակ հունվար-օգոստոսով նայենք, շինարարությունը 20%-ով աճում է եւ մեր հարկային վճարումների մեջ եթե նայենք, այսինքն հարկային մուտքերի մեջ եթե նայենք, ինքը առանցքային ոլորտներից է, խոշոր հարկ վճարող, իսկ ինչ վերաբերում է ապագա միտումներին, ապա այս պահի կանխատեսումներով առաջիկա 1-2 տարին դեռ աճի տրենդ կունենանք, որից հետո աշճանաբար այս սահմանափակումների ֆոնին ինքը կվերադառնա դեպի բնականon մակարդակներ, բայց իհարկե աճի տեմպերի որոշակի դանդաղում էլ կլինի, բայց չի նվազի հաջորդող 1-2 տարիներին ըստ այս պահի կանխատեսումների։ Իսկ այդ կառուցապատումը էլի շարունակվում է մերձ Երևանյան տարածքներում, թե այնուամենայնիվ
գնացել է նաև մարզերի քաղաքներ։ Իրականում երբ որ նայում ենք վիճակագրությունը, մինչև 2025 թիվը ավելի շատ կենտրոնացված էր Երևանում։ Հիմա երբ որ նայում ենք աճի կառուցվածքը շինարարության ոլորտի, ինքը դիվերսիֆիկանում է, այսինքն ավելի մեծ ակտիվություն է աշճանաբար նկատվում Երևանից դուրս։ Հետևաբար պոտենցիալ կա, որ Երևանից դուրս այդ աճերը կշարունակեն այս աջակցության ծրագրի ծավալները դեռևս առաջիկա այդ 1-2 տարիներին պահպանել։ Եվ այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ես դրան նախ ի սկզբանե ասեմ, որ դեմ չեմ, բայց ինքը ոչ թե գնում է Երևանից դուրս, այլ սահմանից այն կողմ, ինչը նշանակում է ըստ էության, կրկնում եմ, ես դեմ չեմ, դա էլ է շատ լավ արդյունք, բայց այստեղ ծրագրի դիզայնի հետ կապված պիտի հասկանանք ինչ ենք ուզում։ Որովհետև ըստ էության Երևանը հիմա մենք փորձում ենք գնալ մարզեր, բայց արդյունքում ավելի շատ զգում եմ, որ գնում ենք ուղղակի Երևանի սահմանի վրա ենք կառուցապատումը շարունակում, էլի լավ է, բայց այստեղ կարող է լրացուցիչ խթանների կարիք կա։ Համեցեք, բանավանից։ Պարոն Գրիգորյան, իրականում կարգավորումները այնպիսին են, որ հաջորդ տարի Երևանի մերձ Երևանյան մարզերից էլ է դուրս գալու ծրագիրը եւ շարունակելու է գործել միայն սահմանամերձ մարզերում հաջորդ տարի ասելով նկատի ունեմ 20 ոչ թե 26, այլ 27-ը եւ սա եղել են հիմնական մոտեցումը, որ մենք մի քայլով Երևանին հարակից մարզերում ենք խթանում այս process-ը, դրանից հետո արդեն ավելի հեռացնում ենք։ Սուղակի ասում եմ մտածելու համար, պարոն նախարար, որովհետև տեսեք, մի բան է Երևանին կպած մարզերը, մեկ այլ բան է Երևանի եւ այդ մարզերի սահմանը։ Այսինքն Երևանի կպած մարզերի քաղաքներում կառուցապատման խթանման գործիքը մտածելու բան է, կարծում եմ դեռևս պիտի աշխատի։ Բայց միևնույն ժամանակ չպետք է ունենանք մի իրավիճակ, որ արդյունքում ոչ թե մարզերի քաղաքների կառուցապատումն է զարգանում, այլ Երևանի սահմանագիծը, ես կասեի, մարզերի հետ։ Այստեղ ուղղակի ասում եմ, որպեսզի մտածենք, կարծում եմ, որ լրացուցիչ կարգավորումների կարիք կա։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ, կարծիքներ, չկան, առաջարկում եմ որոշումն ընդունել, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունել, շնորհակալություն, պարոն Հակոբյան։